Գեորգի Մինասյանի անունը հայ էստրադային երաժշտական պատմության մեջ գրված է անջնջելի տառերով։ Ձայնի հետաքրքիր հնչերակը, բարձր ճաշակը, երաժշտության հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքը նրան դարձրին սիրելի հազարավոր ունկնդիրների համար։ Այսօր հենց այդ ձայնի հետքերով ենք։ Արտիստը ծնվել է Սոչիում, բայց այդ հանգամանքը երբեք չէր խանգարել նրան մեծանալ ու մնալ իսկական հայ։ Հավատարիմ արմատներին, հայկական երգի ու մշակույթի հանդեպ լցված առանձնահատուկ վերաբերմունքով։ Հասակ է առել մի միջավայրում, որտեղ ընտանիքի կողմից պահպանվող ավանդույթները, տոները, երգերն ու զանազան պատմությունները ձևավորել են Գեորգի արվեստի հանդեպ ընկալումները։ Այդ մշակութային հիմքն էլ դարձել է նրա ստեղծագործական ինքնության ամենակարևոր շերտերից մեկը։ Ուստի տարիների ընթացքում պատանեկան հետաքրքրասիրությունը, բեմում ներկայանալու ներքին ու բնական ձգտումը նրան մղել են որոնելու ավելի լայն հնարավորություններ։ Մանկությունն անցել է Սոչիում, Գեորգի, մամայկայում։ Ես որ արդեն իրան ճանաչել եմ, մայրն էր կենդանի, Ջոզինան, շատ լավ բարեհամբույր կին, որը արվեստի հետ ընդհանրապես կապ չուներ, ինքը ուներ լիքը կենդանիներ, շունիկներ ու ամենահետաքրքիրը գիտեք ինչն էր, որ կատուն, շունը, բադերը, հավերը, բոլորը մի ամանից էին ուտում ու ոչ մեկի վրա ագրեսիա ցույց չէր տալի, դա իրանից եկող իր բարի լինելուց այդ իր բարիությունն անցել էր կենդանիների վրա։ Մի երգիչ, ով պայծառություն էր բեմ, արտիստիզմ ու նաև հետաքրքիր կատարողականություն։ Հատկապես նրա երգերը սկզբնական շրջանում շատ կարևորվեցին, որովհետև նրա համար գրում էր Ալեքսանդր Աչեմյանը երգեր, եւ նա անզուգական էր երգում այդ ստեղծագործությունները, պարզապես հրաշալի։ Ինքը իր ժանրում եղել է իսկապես ոչ միայն լավագույն, այլ նկատելի երգիչ, որովհետև բեմ էր բարձրանում պայծառություն էր, շողում ամբողջ բեմում, երգում էր Գեորգի Մինասյանը եւ երգում էր իր նման։ Արվեստի ճանապարհը Գեորգիի կյանքում սկսվել է ծննդավայր Սոչիից, ապա շարունակություն ստացել Մոսկվայում, որտեղ նա սովորել է կոնսերվատորիայում, ապա պետական թատերական ինստիտուտի օպերետային բաժնում, ձևավորելով մասնագիտական հմտությունների համադրված ամբողջականություն։ Երբ որ Գեորգին եկավ Հայաստան, ես զարմացա իր ձայնի որակից։ Այն ժամանակ երգիչների մեջ տարբերվում էր։ Դե ծովափնյա քաղաքում էր ինքը ապրում եւ ընդհանրապես ծովը ազդում է ձայնի որակի վրա եւ դրանից հետո ես գրեցի ինչու երգը Արամայիսի Սահակյան խոսքերով եւ նա ձայնագրեց հիմի ոսկե ֆոնդում է այդ երգը ինչու ասա ինչի համար մենք հիմնականում շփվել ենք այդ երգարվեստի բնակավարում ինքը շատ էր կատարում ոնց է կոչվում Բաջանաղի հետ Ալեքսանդր Աչեմյանի հետ որը գրում էր իր համար երգեր եւ ինքը շատ մեծ ոնց ասեմ տաղանդավոր ձևի մատուցում էր Աղսև աչերով աղջիկ լա 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 Աղցր աչերով աղջիկ լա 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 Ողջ աշխարհը ման եկա Ես աղջիկ չտեսա Ես մինուտ չար մորտղա Իմ սրտի հետ մի խաղա Մշակութային բազմաշերտ միջավայրում ձեռք բերված գիտելիքը դարձավ Գեորգի Մինասյանի ստեղծագործական ուղու իրական մեկնակետը։ Կոնսերվատորիայում նա ստացել է ակադեմիական հիմք, թատերական ինստիտուտում ձևավորել բեմական շարժման ու դերակատարման վարպետության սկզբունքներ, որոնք հնարավորություն տվեցին ոչ միայն կատարել երգը, այլև փոխանցել ամբողջ ներքին դրամատուրգիան։ Մոսկովյան մշակութային կյանքն ապագա երգչի համար դարձավ մեծ դպրոց։ Այնտեղ նա հանդիպեց իր ստեղծագործական կյանքի համար կարևոր դերակատարում ունեցած երաժիշտներին ու ուսուցիչներին։
Եվ հենց այդ մշակութային հարստությամբ զինված արդեն անկախ ստեղծագործ դարձած Գյորգին սկսեց իր առաջին քայլերը պրոֆեսիոնալ բեմում։ Նա մեծ շկոլա էր անցել էր այդ շկոլան Սոչիում, որտեղ ինքը ծնվել մեծացել էր այդ հրաշալի բնության մեջ, այդ ծովափնյա քաղաքում։ Կրթություն էր ստացել եւ զարգացել էր Մոսկվայում, նա ծանոթ էր ռուսական արվեստին, երգարվեստին, հատկապես էստրադային։ Իսկ Հայաստանում նա բացի այն, որ առանձնահատուկ երգեր էր դա ընտրովի երգում, մի տեսակ հակում ուներ որպես հայ մարդ, որը կարգին թեև չէր խոսում հայերենով, բայց նրա մեջ այդ հայ ոգին կար։ Դրա համար նա ընտրում էր մեր հայ երգեցողությունից, ժողովրդական երգերից այնպիսի երգեր, որոնք հնարավոր էր դարձրել էստրադային կատարում։ Եվ նրա էստրադային կատարումները մյուսներից լրիվ տարբերվում էին, որովհետև նա ժողովրդական ոգին պահում էր։ Գյորգի Մինասյանն իր գործնական առաջին փորձերը կատարել է Կրասնոդարի օպերետային թատրոնում, ապա Մոսկվայում, Մոսկոնցերտ միավորման մենակատարի պատվավոր կարգավիճակով։ Մոսկոնցերտում մեկնարկված տարիները նրա համար դարձան բեմական նոր փորձառությունների եւ ստեղծագործական բազմաթիվ բացահայտումների շրջափուլ։ Երևան եկավ Գյորգիի ձայնի առանձնահատուկ տեմբրն ու երաժշտական ինքնատիպ մտածողությունը։ Երգիչն իր հարցազրույցներում խոստովանել է, որ հատկապես այս շրջանում է ձևավորվել նրա արվեստի հանդեպ ունեցած ինքնավստահությունը, ինչը ճանաչելի է դարձրել Գյորգի Մինասյան անուն ազգանունը։ Այդ ճանաչումն էլ ակամա բացել է հաջողության նոր դռներ։ Այսին սիրուն լավ կարուն է, ծաղիկներ ակնանում են, սիրո ճամփանին ստանում է, արդիները օրորվում են, արսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում է մանդատար, սրդիս մեջ էլ գակում այիս, հետի նման ման են գալիս, արար աշխարհին շպտում է խանդավար։ Ձայնը հնչում էր եւ շարունակում էր հնչել նույնիսկ երբ որ ինքը բերանը փակում էր։ Շատ հարուստ ձայն ուներ։ Մեր երգիչներից մենակ երևի Էդգար Կարապետյանը կարող էր տենց ձայնային երգեր երգել։ Մնացածը մի քիչ ուրիշ ձևի էր։ Մաքսիմոն Տերյանը դա երգիչ էր, որը պատմում էր, խոսում էր եւ այլն եւ այլն։ Գյորգին մի քիչ այլ էր։ Գյորգին իր երգով էր հմայում։ Ես կարծում եմ մենք երկար ժամանակ չենք ունենա տենց երգիչ, թեկուզ կան հիանալի երիտասարդներ, բայց նրանք պետք է նաեւ օրինակ վերցնեն այդ տաղանդավոր մարդուց։ Գյորգի Մինասյանի համբավը շուտով սկսեց տարածվել խորհրդային միության սահմաններում։ Նա համերգներով շրջում էր քաղաքից քաղաք, ամեն համերգ վերածվում էր սպասված իրադարձության։ Այդ շրջագայությունները նրան հնարավորություն ընձեռեցին կամրջել տարբեր տարածաշրջանների ու ժողովուրդների երաժշտական դիմագծերը։ Մալխասյան Լևոնին բոլորս լավ ճանաչում ենք, ինքը կարելի ասել մեր խմբի բարերարն էր ու կամեցողը սիրում էր մեզ։ Մի գեղեցիկ օր եկավ, ասեց, որ Գյորգին շրջագայություն ունի Պրիբալտիկա, Լենինգրադ, Պետրոպավլովսկ-Կամչատսկի, հետո Սոչի ու իր երաժիշտները ինչ պատճառով չկային։ Այդ շրջագայությունը մենք կատարելուց հետո Սոչիում պետքա մեզ փոխեին, իր երաժիշտներն արդեն կարող էին գային, Սոչի մենք հետ վերադառնայինք Հայաստան։ Բայց Կաստանցին աղապարոնիչը Գյորգին ասեց, որ իրանց զրույցի մեջ, որ շատ սխալ կանես, որ տղաներին բաց թողես։ Ու ինձ հրավիրեցին համար ու Կաստանցին աղապարոնիչը ինձ առաջարկեց։ Դե կուզեք Գյորգիի հետ հիմնական աշխատեք։ Իհարկե ես մենակ չէի այդ հարցին պատասխանելու, տղաների
համաձայնությունն էլ ես վերցրեցի ու մենք որոշեցինք միասին աշխատել։ Ու մինչև 90 թիվը 81-ից 90 թիվը մենք միասին աշխատել ենք, շրջագայել ենք ու շատ ջերմ ատմոսֆերա, շատ կամեցող, շատ ամեն ինչը ճիշտ դրված ու հիմքը դա երաժշտությունն էր։ Յուրաքանչյուր քաղաք մի նոր բացահայտման լայն հնարավորություն էր, որտեղ երգիչը հանդիպում էր տեղի երաժիշտներին, ծանոթանում նրանց երաժշտական ավանդույթներին, լսում նրանց ժողովրդական մեղեդիներն ու շատ հաճախ ներշնչվում նոր գաղափարներով, տրվելով դրանց իրականացման կարևոր գործին։ Ճանապարհորդությունները Մինասյանի համար կարծես դառնում էին ստեղծագործական լաբորատորիա, որտեղ նա կերտվում էր ձևավորելով կատարողական նորանոր երանգներ, դառնալով մի ստեղծագործող, ով բեմ է բերում մարդկանց պատմություններն ու հույզերը, ով հետագայում պետք է դառնար մի ողջ սերնդի հիշողության անբաժան մաս։ Ես իր արվեստը շատ բարձր եմ գնահատում, որովհետև իր ժանրում ինքը շատ պրոֆեսիոնալ էր։ Ոչ ոք այդպես չի երգել։ Մենակ ինքն էր այդպես երգում եւ դա իրենն էր եւ դա դարձավ ոչ։ Ու նաեւ նրան կրկնելու, նրանից սովորելու ունակություն ունեցան հաջորդող որոշ սերունդներ։ Գյորգին ազդեց իր երգեցողությամբ, իր ձայնի որակով հետագայում շատ երգիչների վրա եւ զարմանալի չի, որ տղամարդ երգիչները մեր Գյորգիից հետո սկսեցին ուրիշ ձևի, ավելի լիրիկական երգեր երգել։ 1972 թվականը Գյորգի Մինասյանի կյանքում դարձավ մի նոր ժամանակափուլի սկիզբ։ Ամուսնացավ եւ տեղափոխվեց Երևան, որտեղ իր արվեստը պիտի ստանար նոր շունչ եւ ներկայանար նոր հարթակներում։ Գյորգին ընդունվում է Հայաստանի ռադիո-էստրադային սիմֆոնիկ նվագախումբ որպես մեներկիչ, դառնալով հայ հանդիսատեսի սիրելի կատարողներից մեկը։ Ամուսնությունը նրա կյանքում որոշակի առումով շրջադարձային էր։ Կար մի նոր պատասխանատվություն, որ ինքնին մղում էր ներքին կայունության ու հոգևոր նոր հանգրվանի։ Ընտանիքի ստեղծումը Գյորգի Մինասյանին ներշնչում էր մի նոր ուժով տրվել ստեղծագործական փնտրտուքներին։ Պակաս կարևոր որոշում չէր նաև Երևան տեղափոխվելը, որտեղ էստրադային սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքը հնարավորություն տվեց նրան հանդիպելու այն երաժիշտներին, որոնց հետ համագործակցությունը պետք է դառնար կարևոր ու անկին։ Նվագախմբի բարձր մակարդակը, նոր երգերի հատուկ նրա ձայնին հարմարեցված գործիքավորումներն ու հայկական երաժշտական միջավայրի կենդանի հոսքը ստեղծեցին բացառիկ պայմաններ, բացահայտելու նրա ձայնի ողջ ուժը։ Գյորգի Մինասյանը դարձավ այն սակավաթիվ երգիչներից, ով միաժամանակ համադրում էր էստրադային ոճի թեթևությունն ու դասական դպրոցի պահանջները։ Գյորգի Մինասյանը մեր բեմի լավագույն ներկայացուցիչներից է էստրադային երգի ժանրում եւ մենք արդեն ենք ունեցել միասին հանդես գալու տարբեր բեմերում, բայց իհարկե ես էստրադային չէ, ինքը էստրադա, ես ժողովրդական աշխարհական երգերով։ Ինքը հմայիչ մարդ էր բեմում, բեմը իրենով շողարցակում էր իրապես, բեմը գրավող արտիստ էր, ինքը բեմում արդեն դահլիճի տերն էր եւ հմայքը շատ մեծ էր իրապես։ Նա եւ հայրենիքում, եւ Սփյուռքում համբավավոր երգիչ է եղել եւ սիրված։ Կային հասարակության մեջ մարդիկ, որոնք դժգոհում էին դրանից, որ մեր հայկական երգերը փչացնում են, մեր հայկական երգերի ոգին կորչում է, բայց մենք ունեինք այն ժամանակ մի քանի երգիչներ, որոնք այդ բերանները կարողանում էին փակել, որ նրանք չեն փչացնում այդ երգերը, այլ ավելի մի այլ լսարան են բացում այդ երգերի համար, որովհետև մարդիկ կային, որոնց էստրադային կատարումները նույնիսկ ավելի են շատ դուր գալիս, քան թե շատ ժողովրդական երգեր։ Գյորգի Մինասյանի երգարվեստը լիարժեքորեն դրսևորվեց շնորհիվ նրա այն բացառիկ կարողության, որով ասես վերափոխում ու յուրացնում էր երգերը։
Կատարել է Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ալեքսեյ Էքիմյանի, Արնո Բաբաջանյանի և բազմաթիվ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Շատ լավ հետևում էր իր աշխատանքին, եռանդուն աշխատում էր յուրաքանչյուր ստեղծագործության համար և եկավ ժամանակ, երբ որ կոմպոզիտորները արդեն հատուկ իրեն համար երգեր էին ստեղծում, հատկապես շատ երգեր ստեղծեց բնականաբար Ալեքսանդր Աճեմյանը, Խաչատուր Ավետիսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արմեն Բաբաջանյան, Կոնստանտին Օրբելյան, մեր հայտնի բոլոր կոմպոզիտորները, որոնք երգի բնագավառում նույնպես աշխատում էին։ Նրա ստեղծագործական ուղին կապված է մի անվան հետ, որ մեծ ազդեցություն ու դերակատարում ունեցավ երգչի կյանքում՝ Մելիք Մավիսակալյան։ Անվանի դիրիժորն ու կոմպոզիտորը նրա արվեստի համար նոր արահետներ հարթեց, որ դարձան մեծ նվաճումների հենասյուն։ Տարբեր երաժիշտների հետ ունեցած Գյորգիի ստեղծագործական շփումները նրա համար բացեցին նոր հորիզոններ։ Նա որպես փորձառու արվեստագետ ու արտիստ արդեն կանգնած էր հայ էստրադայի առաջատար բեմերում։ Երգչի կատարողական վարպետությունն օրեցօր նոր հարթություններ էր նվաճում ու տալիս հարուստ փորձառություն։ Կարևոր ու նշանակալի է եղել նաև Գյորգիի համագործակցությունը Կոնստանտին Օրբելյանի հետ, որը սկսվել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբից ու շարունակվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ 90-ականների սկզբին տեղափոխվել էր երգիչը։ Ինչ ասեմ, նա շատ ընդունված էր այնպիսի մի մարդու կողմից, ինչպեսին է Կոնստանտին Օրբելյանը, որը բավական քթիմազ մարդ էր, եւ Կոնստանտին Օրբելյանի մոտ աշխատելու համար պետք էր իրոք լավ տվյալներ ունենալ, աշխատասեր լինել, հասկանում ես, այդ կար Գյորգի Մինասյանը։ Օրբելյան-Մինասյան տանդեմը դարձավ վերջինի ստեղծագործական կյանքի նոր բարձունքների սկիզբը, բերելով նաև որոշակի ժանրային փոփոխություններ։ Ամերիկայում Գյորգի Մինասյանն ընդունվեց հիացմունքով։ Նրա ելույթները սպասված էին, սիրված ու ընդունված։ Սկիզբ էր առել հաջողությունների նոր ճանապարհ։ Չափոց պահիր ուտենպից մի շեղվից, երբի երկիր ժպիտո, ձերքը այդքան դու առաջ մի մեկնի, ոտքըս կծիր հավատո։ Ինքը շատ իր ընտանիքին նվիրված տղային, լյոգային շատ էր սիրում, դաժե մենք մի հատ պրոյեկտ Արտուր Գրիգորյանի հետ միասին արեցինք, որ երևի թե այդ երգը բոլորդ էլ լսած կլինեք, որ արդեն ժամանակը անցել է Գյորգիի ու նոր երիտասարդությանն է պետք տեղը զիջել։ Երգի իմաստը դա էր, ու շատ լավ, բայց լյոգան չուզեց շարունակի երգել, ինքը մեկնեց Ամերիկան, դեղ ինչ-որ բիզնեսներով զբաղվում, Գյորգիի հետ միասին նրանք մեկնեցին, ու մեկնելուց հետո 10 տարի հետո Գյորգին վերադարձավ, երկար ժամանակով վերադարձավ, ու ես ծրագիր սարքեցի 10 տարի անց։ Ու ինչ-որ նոր երգեր էլ արեցինք, Լուսիկյան Ստեփանը երգեր գրել բախտի բան է, ու խնդրեց, որ մենք դա գործիքավորենք, այդ երգն էլ մենք կատարեցինք, կլիպ նկարվեց, ու 10 տարի անց մենք շրջագայեցինք Հայաստանով, Երևանում համերգներ տվեցինք, ու դա մեր վերջի հանդիպումն է եղել Գյորգիի հետ։ Այլ էր Գյորգի Մինասյանի իրականությունը վարագույրի հետևում, բեմական փայլից ու հաջողություններից անդին։ Ամուսնական հարաբերություններում խնդիրները մեկը մյուսի հետևից ավելանում էին, ծանրացնելով կյանքն ու առօրյան։ Գյորգին որոշում է թողնել Միացյալ Նահանգների հաջողակ կյանքն ու վերադառնալ Երևան։ Գյորգիի անձի վերաբերյալ շատ բամբասանքներ կային, բայց ինքը անհատական մարդ էր, ապրում էր իր կյանքով, իր գիտակցությամբ, իր հասկացողությամբ, ոնց որ ու իր ապրելակերպը ոչ ոք չէր խանգարում։
նամանավանդ արվեստին, աշխատանքին։ Ինքը ապրում էր արվեստով, երգով ու յուրաքանչյուր իր երգը դա մի հատ փոքր ներկայացում էր։ Միացյալ Նահանգներից վերադարձը հայրենիքում մի պարզ ու սովորական հանգրվան չէր։ Երկարատև կուտակված խնդիրներն ու ընտանեկան անկայուն հարաբերությունները շարունակում էին իրենց հետքը թողնել նրա կյանքի վրա։ Դժվարություններ մեկը մյուսի հետևից։ Արտիստը գիտակցում էր, կյանքի բեռը պարտավոր էր կրել ինքնուրույն ու մենակ։ Ամեն ճանաչված մարդ ոչ միայն արվեստի բնագավառում միշտ առիթ է հանդիսանում տարբեր լուրերի, վատախոսությունների, բամբասանքների, բնականաբար նրա մոտ էլ ինչ-որ առանց պակասության մարդ գոյություն չունի, չկա այդպիսի իդեալական մարդ գոյություն չունի, գտնում էին ինչ-որ բաներ և այլն, տարածում էր լուրերը, ես բնական եմ դա համարում, բայց հիմնականում ժողովուրդը դրան ուղղակի պաշտում էր որպես երկիչ, շատ լավն էր։ Գեորգի Մինասյանը փորձում էր արվեստի մեջ վերագտնել իրեն, փորձում էր նորից նվիրվել ստեղծագործելու ու արարման կախարդական ընթացքին, որովհետև գիտեր, բեմն ու երաժշտությունն իզորու էին դառնալ նոր ուժի ու ներքին խաղաղության աղբյուր։ Ինքը շատ մերվող մարդ էր, շատ։ Իր հետ ասում եմ, պրոբլեմ չի եղել։ Յուրաքանչյուր խնդիր ինքը ադեկվատ հասկանում էր ու եթե կա սխալ, այդ սխալը վրաց շտկվում էր, շատ հեշտ էր իր հետ։ Մեզ անձամբ հեշտ էր, չեմ կարող ասել մնացած կողքի մարդկանց մասին, ոնց էր ինքը վերաբերվում, բայց կոնկրետ մեր հետ իր բնավորությունը ելա շշմելու լավ, նախանձելի լավ, ասես կասեմ։ Շատ լուրջ վերաբերում էր իր աշխատանքին, շատ լուրջ հետևում էր ամբողջապես նվիրված էր երգարվեստին ամբողջապես եւ մենք ցավոք մեծ կորուստ ունեցանք նրա վախճանով, շատ մեծ կորուստ ունեցանք, մեր լավագույն երկիչներից, երկիչ կատարողներից մեկն էր։ Քանի որ ուներ նաև թատերական կրթություն, իր մասնակցությունն է ունեցել նաև կինոարվեստում, այդ թվում երջանկության մեխանիկա, հարսնացուն ջերմուկից եւ մի քանի այլ սիրված ֆիլմերում։ Աղջիկ մերլիմ քեզի, արև մեսի, լավ աղջիկ մերլիմ քեզի, դոստու դուշմանից նիչնի արև մեսի, լավ աղջիկ մերլիմ քեզի։ Գեորգին շատ էին սիրում, Գեորգին սիրված երգիչ էր, և այսօր մենք կարող ենք ասել ամեն մեկին յուրովի, Արտաշես Ավետյանը յուրովի ձայն ուներ, Էդգար Կարապետյանը ուներ շատ հետաքրքիր ձայն, որը երգում էր Օրբելյանի մոտ, առաջիններից էր, Սիմոն Տերյանը ուներ և այդ շարքում իր տեղը ունեցավ նաև Գեորգին։ Ես կարծում եմ դա պատմություն է։ Գեորգի Մինասյանը բեմում շատ լավ էր, օրինակ կան շատ ձայնագրություններ, երբ որ ռադիո ժամանակին տալիս էին, հիմա ցավոք չեն տալիս ոչ մի երաժշտություն։ Նույն Ռայիսը Մկրտչյանին ուրա չկա հնչողություն, չկա։ Ռուբեն Մաթևոսյան, չկա այն ինչ որ կար առաջ եւ դրա վրա դաստիարակվում էին երիտասարդները։ Բացի ուրեմն այդ ձայնագրություններից Գեորգի Մինասյանը շատ հաճախ ելույթեր ունենում բեմերից եւ նրան սիրում էր Օրբելյանը հանել բեմ իր թիմի հետ եւ նա մեծ հաջողություններ ուներ։ Նա լավ առաջինը շատ նայվող տղա էր, իրեն լավ մատուցում էր բեմից, հասկանում եք, ոչ մի լկտիություն բան չկար, նա բեմի դերասան էր։ Այնպես որ Գեորգի Մինասյանի մասին ես չեմ կարող ոչ մի բան ասեմ, բացի լավ ասելուց, որտեղ Գեորգի Մինասյանը մեր էստրադային շոու բիզնեսն ժամանակ տենց հասկացողություն չկար, բայց էստրադային ոճի մեջ երգիչներից լավագույններից մեկն էր համարվում եւ կար, այդպես էլ կար։ Եվ նրան շատ գնահատում էր։
Բայց որ ես Գյորգի Մինասյանի մասին միայն լավ բան կարող եմ ասել նրա ստեղծագործական առումով։ Գյորգի Մինասյանն իր մահկանացուն կնքել է Երևանում։ Սայաթ Նովապողոտայում գտնվող իր բնակարանում ամփոփելով բեղուն կենսագրության տխուր ու մենության մեջ շրջվող վրճնաեջը։ Նորմալ չափավոր կյանքով է ապրել, նույնիսկ ես լսել եմ, որ նրա վերջին տարիները բավականին դժվար կենցաղային պայմանների մեջ է ապրել ու այդպես էլ հեռացել կյանքից, բայց մենք բեմի վրա այդ ոչ մի բան չենք զգացել, հանդիսատեսը չի զգացել դա, նա միշտ հպարտ իր երգեցողության մեջ, իր հատուկ ձեռագրով երգեր կատարելու մեջ։ Եվ ինչ աշակում ժողովուրդը հիմա չեմ անում ինչ կասել, բայց երբ որ Գյորգի Մինասյանը կենթանի էր, նրա մասին լավն էին ասում, որովհետև զարմանալի թող չտվա հավատացեք ուղղակի ինձ, նրա մեջ գնահատում էին նրա երգեցողությունը եւ արտիստ լինելը։ Նա իրոք արտիստ էր, դերասան էր եւ լավ արտիստ էր, գրագետ էր շատ։ Ես ինքս հարգել եմ Գյորգի Մինասյանին, Գյորգի Մինասյանի հետ եղել եմ համերգների ժամանակ նրան հրավիրել ենք աշխատել, եղել ենք ճանապարհորդություններ, Մերձբալթյան երկրներ օրինակ ես գնացի իրանց քուրիա կոլեկտիվի հետ եւ բացի դերականից ոչ մի բան չեմ կարող ասել այսօր վաղը եւ ինձ թույլ չեմ տա ասեմ Ամենևին անհետագից չէր նրա կյանքը Գյորգի Մինասյանի արվեստը ձայնի յուրահատկությունը բեմական արտահայտչականությունը մինչ այսօր ապրում են շատերի հիշողություններում ու հայկական էստրադայի պատմության մեջ Նրա նվաճումներով ու պայքարներով կյանքը վկայում է այն մասին, որ անհատն իր անկեղծությամբ ու նվիրմամբ կարող է փոխել արվեստի ընթացքը։ Երգը նրա համար թե փրկություն էր, թե ինքնարտահայտման բարձրագույն միջոց։ Սոչիից մինչև Մոսկվա, Կրասնոդարի բեմերից մինչև Երևան և Լոս Անջելես նրա ճանապարհը լի էր հաղթանակներով ու դժվարություններով, բայց եւ արվեստի հանդեպ անսասան նվիրմամբ։ Իսկ մեր ստանձնած բարեկամքն ու առաքելությունն է հիշել ու վերարժեքավորել հայ մշակույթի մշակներին։ Կհանդիպենք